Թե չէ, առաջիկա օրերին կպարզվի, որ ասենք այս դատարանը արդեն ունի հեղինակություն, շարժվել է մինչև հիմա օրենքի շրջանակներում, չէ, բայց ամեն դեպքում դիմում կա, հնարավորություն տրված է, տեսնենք ինչ արդյունք կլինի։ Պարոն Սաղաթելյան, բայց 5 տարի անց նկատում ենք Օրբելյան պատկանողները անընդհատ իրաց օրակարգով գնում են ազգային ժողով, բայց այնուամենայնիվ կարծես թե չի ընդունում իրենց օրակարգը։ Այս անգամ ունեք դուք օրակարգ եւ պատրաստվում եք օրակարգը առաջ տալ։ Սահմանադրական դատարանի որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը, վերցնում ենք մանդատները, չենք վերցնում, եթե վերցնում ենք ինչ օրակարգով, եթե գնում ենք խորհրդարան, առնվազն ինչ ճանապարհային քարտեզ ենք պատկերացնում եւ գնալու դեպքում ինչ օրակարգով, ինչ քայլերով, ինչ ռեժիմով, ինչ ենք անելու, չգնալու դեպքում ինչ ենք անելու։ Ամեն դեպքում մենք պարզ ասել ենք, մինչև հիմա ունեցել ենք տարբեր քննարկումներ եւ մեր դաշինքի կուսակցության ներսում եւ գործընկերների հետ այդ քննարկումները շարունակվում են, վերջնական եզրակացության կգանք սահմանադրական դատարանի եզրակացությունից հետո։ Մենք ուրիշի օրակարգով չենք առաջնորդվել, այդ հարցը ուրիշի տվել։ Չէ, նկատի ունեմ այդ ձեր սեփական օրակարգը, ինչպես եք այս անգամ արկա։ Կասենք կիմանանք։ Իսկ մոտավոր պատկերացում ունեք։ Ինչև այդ պատասխանում էի, որ լսեիք, պարոն Փայլակ, կիմանանք։ Ինչ եք կարծում, ընտրությունները այնուամենայնիվ ոչ լեգիտիմ կճանաչվեն, ինչ որոշում կկայացվի սահմանադրական։ Ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքները խեղաթյուրված են եւ մեր ժողովրդի իրական կամ արտահայտությունը չի արտահայտվում։ Ընտրությունները ամբողջությամբ անցել են կեղծիքի մթնոլորտում, նախընտրական շրջանում, բուն ընտրությունների օրը այդ կեղծիքները շարունակվել են նաեւ հետընտրական շրջանում, այդ թվում նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի խայտարակ որոշումը, որը օրը ցերեկով, չէ, երեկոյան գողացավ Բարգավաճ Հայաստանի 60,000 քվեն մեկ ստորագրությամբ։ Այդ կեղծիքները շարժվում են։ Երբ որ ընդդիմությունը որոշի, կազմակերպի ու դուրս գա։ Որտեղ Սամվել Կարապետյանն էր խոսել միասնական հանդես գալու քննարկումներ տեղի ունենում։ Այո, ես այսպես ասեմ, Հայլակ ջան։ Միայն խորհրդարանական գործիքով հաջողության հասնել հնարավոր չի։ Եթե մենք գնանք խորհրդարան, այդ 5 տարվա մեջ պետք է նկատած լինեիք, որ մենք չենք գնացել նստել մնացել խորհրդարանում, առնվազն 5 տարվա մեջ 3 հատ խոշոր շարժում է գեներացվել եւ փորձ արվել այս իշխանությանը հեռացնել։ Այդ հարցը տվեք նրանց, ովքեր այս 5 տարվա մեջ ոչինչ չեն արել, այդ հարցը ինձ մի տվեք։ Լիքը մարդիկ որոշ ճանաչում են։ Ես 3 անգամ փորձել եմ։ 3 անգամ առնվազն փողոցով Նիկոլին հեռացնել։ Հետևաբար, ահա, դե ով չի արել, լավ են արել ու շնորհակալ եմ ու ճիշտ են արել ու հալալա որ եկել են ու եսի տարբերություն շատերի գնահատում եմ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում առավել եւս քաղաքական ուժերի մասնակցությունը։ Ում եք ակնարկումը։ Լավ գիտեք անում։ Հիմա նախատեսվում է պարոն Սաղաթելյան։ Այլա բիզնես լավ գիտես, ցավը տանում։ Հիմա փողոցային պայքար նախատեսվում, եթե այնուամենայնիվ արդյունքները ստերին չբավարարեն չկորացնեն։ Ամեն դեպքում տարբեր սցենարներ քննարկվում են ու նաև կա խորային հասկացությունը եւ գիտակցությունը, որ պետք է փողոց դուրս գալ առավելագույնը կազմակերպված, որպեսզի հաջողությունը լինի անխուսափելի։ Այսինքն փողոց դուրս գալու համար դա ճիշտ է։ Առնվազն այս պարագայում իշխանությունը ամեն ինչ արեց վերարտադրվելու համար։ Հաջորդ ընտրությունը, եթե սրանք մնան 5 տարի հետո, մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել եւ 5 տարի սպասել, այսպես ասած։ Պարոն Սաղաթելյան, հեղափոխության տրամադրությունից պատմեցնում եք Գիտեք, մինչև ժողովրդին հասնելը այդ տրամադրությունը պետք է ստեղծեն ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Ու տեսնեն ժողովրդի կողմից այդ արձագանքը կա, թե չէ, դա փոխադարձ է, ընդդիմադիր ուժեր, ժողովուրդ պետք է աշխատել, կազմակերպել այդ մթնոլորտը ձևավորել։ Մի բան ակնհայտ է, որ ինչքան ուզում, այսքան արտաքին խայտառակ միջամտության, հսկայական ընտրակեղծումների, պետական կաշառքի, ասենց լայնածավալ խախտումների պայմաններում գործող ուժը չկարողացավ ապահովել 50% քվե։ Հետևաբար ակնհայտ է, որ կա դժգոհություն։ Հիմա մեր քաղաքական ընդդիմադիր ուժերի խնդիրն է ճիշտ կազմակերպել այդ դժգոհությունը, ճիշտ պահի դուրս գալ եւ փորձել
համաժողովրդական ընդգրկում շարժման միջոցով ժողովրդի կամքը թելադրել եւ հեռացնել այս իշխանությանը։ Հիմա եթե ինձանից ժամկետ հարցնեք, ասեմ չեմ կարող, որովհետեւ դա միայնակ կամ մեկ ուժի որոշելիք չի, պետք է դնենք, քննարկենք, կազմակերպենք ու այս իշխանության այս խայտարակ ռեպրեսիաները ընդդիմության նկատմամբ պայմանավորված են դրանով, որպեսզի մաքսիմում ընդդիմադիր ուժերին մեկուսացնեն, սահմանափակեն, որ հնարավոր փողոցային պայքարը կարողանան խոչընդոտել կամ թույլ չտալ։ Շնորհակալ։